Եվ այսպես Բաքվում երկնքից կրակ է թափվում, այսպիսի լրատվական հոսք է տարածվում Ադրբեջանում, ինչ է կատարվում Բաքվի բարձրահարկ շենքերից մեկում մեծ հրդեհ էր, որի այսպես ասած կրակները թափվում էր ներքև եւ որը այսպես վերնագրերի արժանացել, որ վերևից կրակներ են թափվում ադրբեջանցիների գլխին։ Իհարկե մի օր այդ կրակները թափվելու են եւ դա հաստատ չի ուշանալու, մենք հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է նախ Ադրբեջանում ջրհեղեղներ էր, դրանից առաջ պարբերաբար լինում էր երկրաշարժեր, հետ ցնցումներ, որը կրկին էլի վատ էր Ադրբեջանի ժողովուրդը տարել, ջրհեղեղների հետևանքով տվել էին զոհեր, հիմա էլ արդեն ասում են երկնքից կրակներ է թափվում։ 2 օր առաջ օրինակ Լեռնային Ղարաբաղում էլ ադրբեջանցի զինծառայողը պայթել էր ականի վրա եւ այս ականների դեպքը 1-2-3 անգամ չի, բավականաչափ լիքը նման դեպքեր են տեղի ունեցել, որ սրանք ականների վրա պայթում են եւ այդքան էլ հայկական կողմը իրանց ականների քարտեզները տվեց, որ գնան ականազերծեն, տեղը իմանալով հանդերձ այդ գործողությունները Ալիևը չի անում, որ մեղքը գցի հայկական կողմի վրա, ասի հայերը սխալ են տվել այդ քարտեզները, հայերը կեսը չեն տվել, հայերն են մեղավոր, միջև հիմա սպանում են մեր ժողովրդին, ինադու են դրել այդ ականները եւ հետո հանձնել տարածքները մեզ։ Նման ստորություններ Ադրբեջանի ղեկավարությունից իհարկե սպասելի է։ Ադրբեջանական իշխանությունները իրենք աչքի են ընկնում նման ստորություններով եւ իհարկե ամբողջ աշխարհին չի կարող Ալիևը խաբել։ 5 տարի ինքը ժամանակ ուներ այդ ականները ականազերծելու, նույնիսկ միջազգային տարբեր երկրներից եկան Բաքու, որպիսի ադրբեջանցիներին օգնեն, Լեռնային Ղարաբաղը շուտապույտ ականազերծվի եւ մարդկանց համար լինի ապահով տարածք։ Բայց օրը մեկը պայթում է ականի վրա։ Սա հայ ժողովրդի ցասումն է, որը Աստված իրականություն է դարձնում, այդքան մարդու հանեցիր իրենց սեփական տներից, այդքան մարդ դարձավ անօթևան, հայկական եկեղեցիները սարքեցիր, մզկիթներ, ռեստորաններ, հյուրանոցներ, կեսը քանդեցիր, հայերի պապական տները սարքեցիր քեզ համար, չգիտես ինչ էր, այսինքն քո այն անապահով բոմժ ժողովրդին, որոնք միգուցե տներում էլ չեն ապրել, խոսքը Բաքվից դուրս բնակվող ադրբեջանցիների մասն է, որոնց սոցիալական վիճակը շատ ծանր է։ Բերում լցնում է Լեռնային Ղարաբաղի հայկական տներ։ Այդ մարդիկ մի օր գալու են իրանց տները եւ այս մարդկանց ադրբեջանցիներին դուրս են շպրտելու իրանց տներից, հետո ասելու է եկան կրկին ադրբեջանցիներին տեղահանեցին։ Ալիևը որևէ հնարավորություն չունի, քան Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակիչներին ապահով ընդունել Լեռնային Ղարաբաղ, որ այդ մարդիկ վերադառնան եւ արժանապատիվ ապրեն իրենց սեփական տներում, նույնիսկ Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ունենան սեփական իրավունքները, սեփական եկեղեցին, սեփական դպրոցը, սեփական քաղաքապետը, սեփական գյուղապետը, այսինքն համայնք դառնա Ադրբեջան տիրապետության տակ եւ մենք դրա կողմնակիցն ենք, որ այնտեղ ապրեն հայեր։ Եթե ինքը դա չի կարողանում ապահովել, ապա մշտական թշնամանքը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև շարունակվելու է դարերով։ Այդ ոնց է, որ Վրաստանում Ջավախքում ապրում են հայեր։ Մենք կարող ենք ասել, որ միլիոնավոր հայեր ապրում են Թուրքիայի տարածքում, միլիոնավոր հայեր։ Այդ որ ցեղասպանություն տեղի է ունեցել, բոլորը չեն հասցրել փախնել։ Շատ շատերը մնացել են, շատ շատերը համակերպվել են այդ իրավիճակին, շատ շատերը կրոնափոխ ու ազգափոխ են եղել, որ չսպանվեն, բայց այսօր կարելի ասել նույն թուրքն է, բայց իրավիճակը այլ է, այսօր կա համացանց, այսօր կա հասանելիություն ամբողջ աշխարհին, այն ժամանակ այդ ամեն ինչը չի եղել, ով ում որտեղ ուզել սպանել է եւ դրա մասին ոչ մեկ չի իմացել։ Այնպես որ գոնե այս առումով մի քիչ թեթևանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վիճակը անվտանգային տեսանկյունից։ Եվ այսպես ուշադրություն տարածվում են տեսանյութեր, լուսանկարներ, որ Բաքվում, Ադրբեջանի մայրաքաղաքում իրավիճակը շատ սարսափելի ծանր է, վերջին շաբաթներին անդադար տեղացող անձրևների պատճառով ջրհեղեղներ են գոյացել եւ Բաքվում որոշ փողոցներ կենտրոնական հայտնվել են ամբողջությամբ ջրի տակ եւ մարդիկ են նույնիսկ մահացել ջրհեղեղի հետևանքներով։ Ադրբեջանում իհարկե կլիման այդքան էլ բարենպաստ չէ։ Ջրհեղեղներ, փոթորիկներ, երկրաշարժեր եւ ամենագլխավորը այն է, որ Կասպից
ծոցը ամբողջությամբ թունավորված է, ամբողջությամբ Բաքվի եւ նաեւ Կասպիցոսյան երկրների տարբեր քաղաքների ափեր ողողված են սատկած ձկներով, ինչը որ նշանակում է, որ Կասպիցոսը ոչնչացման շեմին է եւ Ադրբեջանը շատ լուրջ խնդիրներ է ունենալու։ Եվ իհարկե այդ ամենը նաեւ գալիս է նրանից, որ նավթ են արդյունաբերում եւ դա անում են շատ փնթի եւ իհարկե բնապահպանական բոլոր նորմերը խախտելով, որի արդյունքում տուժում է բնությունը եւ կենդանական աշխարհը։ Եվ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը օդի եւ ջրի պես պետք էր, որովհետեւ ինքը չունի մաքուր բնական ջուր։ Ադրբեջան ուներ ջրի խնդիր, իրանք ջուր չունեին խմելու համար։ Եվ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ նվեր է Ադրբեջանին այս կենսական նշանակություն ունեցող պայմանները ապահովելու համար։ Եվ նաև կային խոսակցություններ, որ սովետական միության ժամանակ, երբ որ Լենինը Ադրբեջանին է հանձնում Լեռնային Ղարաբաղը, խնդիրը եղել է հետևյալում, որ Ադրբեջանը, քանի որ ինքը նավթ արդյունաբերող պետություն է, ունի նաև ջրի խնդիր, մաքուր ջրի մասն է խոսքը, Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին այդ խնդիրը լուծելու նպատակով։ Եվ իհարկե հաշվի չի առնվել, որ Լեռնային Ղարաբաղում երբևիցե ադրբեջանցիներ չեն բնակվել 50%-ից ավել, քան հայեր։ Հայերը միշտ եղել են 90% Լեռնային Ղարաբաղում, եւ դա ամբողջությամբ պատմական հայկական տարածքներ են, որը երբեք չի կարող հայ ժողովուրդը ընդունել որպես ադրբեջանական տարածք, դա խաբեություն էր, դա հայ ազգի նկատմամբ թշնամական գործողություններ էին, որոնք իրականացվել են սովետական միության ժամանակահատվածում ադրբեջանցիներին ջրով ապահովելու համար Լեռնային Ղարաբաղը պոկել են հայ ժողովրդից եւ տվել Ադրբեջանին։ Եվ Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանը Ռուսաստանի շնորհակալություն էր հայտնում, որ այսօր այս տարածքներով Հայաստան գոյություն ունի, ասում էր, որ Հայաստանը գոյություն չէր ունենա, եթե ռուսները չլինեին եւ օրհնվի ռսի ոդկը, որ մտավ Հայաստան եւ այլն եւ այլն։ Հայաստանը եթե ժամանակին վարեր խելացի քաղաքականություն, ինքը միշտ էլ գոյություն էր ունենալու։ Թուրքիայի հետ պետք էր աշխատել, այլ ոչ թե ռսի հետ աշխատել ընդդեմ Թուրքիայի։ Դրա համար էլ տեղի ունեցավ ցեղասպանություն։ Թուրքերի հետ միշտ եղել եք նորմալ հարաբերությունների մեջ ու միանում եք ռուսին ընդդեմ Թուրքի։ Եվ արդյունքում ձևավորվում է թշնամական վերաբերմունք ամբողջ թուրքերի կողմից ընդդեմ հայ ժողովրդի եւ վայրենի արնախումների նման ատելությամբ լցված ջարդեր են իրականացնում հայ ժողովրդի հանդեպ։ Իհարկե պատմությունից շատ բաներ են գրված, բայց